Երկխոսություն տեքստիլի շուրջ։ Այս ինքնատիպ խորագրով է իր տեսակի մեջ առաջին միջազգային ցուցահանդեսը, որը բացվել է Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողարվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում։ Հերթական նախաձեռնությունը Շարամբեյանի ծննդյան 100-ամյակի առիթով։ Այս թանգարանը ոչ միայն ներկայացնում է հայկական գործվածքի ավանդույթները, այլև դարձել է միջմշակութային երկխոսության և գործակցության հարթակ, նշում է ԿԳՄՍ նախարարը։ Այս հոբելյանական տարում գնահատել և հարգանքի տուփ մատուցել առաջին հերթին Հովհաննես Շարամբեյանին, որը կարծում եմ իր թողած ժառանգությամբ, ուղերձով և արժեքներով այսօր մեզ բոլորիս այստեղ միավորել է։ Ամեն անգամ նրան շուրջ համախմբվելը նոր օրակարգ է մեզ համար բացում և այդ օրակարգը այսօր նաև միջազգային երկխոսության հնարավորություններ է տալիս հենց այստեղ Դիլիջանում, այսպիսով նաև Դիլիջանը դարձնելով միջազգային երկխոսության կենտրոն։ Ցուցահանդեսում գույների և ազգային նախշազարդերի հարուստ խճանկարով հայաստանյան և եվրոպական 8 երկրից տեքստիլ մշակույթի վարպետների գործերն են, տարազի, տարբեր գործվածքների տեսքով։ Իսկ դրսի տաղավարներում տեղի վարպետների ձեռքի աշխատանքները։ Երկօրյա ցուցահանդեսը ուղեկցվում է նաև վարպետաց դասերով, համերգային ծրագրով։ Տարբեր վարպետների կողմից պատրաստված թելերը միաձուլվում են և համատեղ ստեղծում են ներդաշնակ երկխոսության հարթակ։ Ներկայացված են վարպետների կողմից տարբեր ասեղնագործ տարազային համալիրներ, որոնք տիպիկ են իրենց մշակույթին, ներկայացվել են կարպետներ, գորգեր, ասեղնագործ նմուշներ։ Այսօր մենք ներկայացրեցինք հայ փոստի կողմից լույս տեսած մեծանուն հայեր շարքի շրջանակում Հովհաննես Շարամբեյանի նվիրված բացիկը, որը ունի նաև իր դրոշման նիշը։ Միջազգային ցուցահանդեսը միտված է ոչ նյութական մշակութային ժառանգության արժևորմանը, փորձի փոխանակմանը, մասնագիտական կապերի ձևավորմանը, ինչպես նաև Դիլիջանի մշակութային կյանքի աշխուժացման և թանգարանի գործունեության հանրահռչակմանը։ Մերի Խաչատրյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։